Ջան, բարև ձեզ, որ եկաք տաղավար այս եթերին, երկու կարևոր թեմա, որի հետ կապված կներկայացնենք ձեր մեկնաբանությունը։ Այսօր դատարանում Մասիս Մելքոնյանի որոշմամբ ավանդույթի համաձայն այլևս Արշակ Սրբազանը կալանավորվեց 2 ամսով խիստ կալանք առանց որևէ տեսակցության հնարավորության։ Խնդրեմ մեզ մասով ձեր տեսակետը, կա այսպիսի կարծիք, որ առաջիկա եպիսկոպոսատ դասի ժողովին ընդառաջ այս իշխանությունը ըստ էության խառնվել են իրար, որովհետև մենք երեք տեսանք, որ մեծամասամբ եպիսկոպոսները հրապարակային իրենց աջակցությունն էին հայտնում Մայրաթորին եւ վեհապար Հայրապետին։ Համեցեք, եւ սրանով փորձում են վախեցնել այլևս։ Տեսեք, ինչ վերաբերվում է այսօրվա իշխանությունների կեցվածքին, ապա իրանք իսկապես ոնց որ որևէ սահման չունեն, ճղճիմության մակարդակը հասել է այն աստիճանի, որ իրենք չեն մտածում, որ ասենք թե իրենք ընտանիք են ներկայացնում, իրենք երեխաների ծնողներ են, իրենք իրենց ծնողների զավակներն են, ամուսին են, անում են քայլեր, որոնք որևէ կիրթ մարդու պահվածքին բնորոշ չէ։ Եվ ես ենթադրում եմ, որ այդ քայլերը իրենք անում են ոչ իրանց հոժար կամքով։ Կամ մեկը, որը զավթել է իշխանությունը, ու այդ մեկը 18 թվականից է զավթել իշխանությունը, ու բոլորի հետ խոսում են նույն լեզվով։ Այդ լեզուն հայերեն լեզուն չի։ Դա կոմպրոմատների լեզուն է։ Ու կլինի դա յուրային, չնայած յուրային էսեղ երևի շակերտների մեջ պետք է ասել, հակառակորդ քաղաքական ճամբարում յուրաքանչյուրի հետ Հայաստանի Հանրապետությունում ինքը խոսում է կոմպրոմատների լեզվով։ Այդ լեզվով խոսելով ինքը կարողանում է հասնել իր նպատակներին, նպատակներ, որոնք դեմ են հայկականությանը, հայ էությանը, հայ պետականությանը, ընդհանրապես հայկական ամեն ինչին։ Եվ ես կարծում եմ, որ դա բերում է համախմբման այն մարդկանց շրջանում, ովքեր հասկանում են, թե ում են իրենք խափնվել։ Սրանից 7-8 տարի առաջ այդ ոնց է եղել, որ այս մարդուն, որը իր մեջ կուտակել է ամեն նենգությունը, որը ընդհանրապես երբևէ նկարագրված է եղել մեր գրականության մեջ, այդ մարդուն խափնվել են նրա կեղծ խոսքերին, մտքերին, որոնք որևէ իրական հենք չունեին, 3 միլիոն վարչապետներ, հիշում եք, չէ՞։ Հիմա այդ քայլերը երբ որ կատարում է ինքը, այդ մարդկանց կարծիքը հարցնում է, հարցնում է այն մարդկանց կարծիքը, որոնք այլևս թոթափել են իրենց վրայից այն շփոթվածությունը, որոնք իրանք ունեին 7-8 տարի առաջ։ Չգիտեմ, ես առավել քան համոզված եմ, որ այդ մարդկանց, այդ դարձի եկած մարդկանց ազդեցությունը առաջիկայում ավելի ու ավելի խրոխտ է լսվելու։ Ու լսվելու է տարբեր հրապարակներում, լսվելու է Էջմիածնում, տարբեր եկեղեցիներում, տարբեր եկեղեցիների բակում, նաև այն եկեղեցիների բակում, որտեղ որպես տուրիստական ուղևորություն վարչապետի աթոռի նստած անձը իրականացնում է։ Սովորաբար մարդիկ, երբ որ գնում են պատարագին, իրենք գնում են այդ պատարագը լսելու համար, եւ իրենց համար երևի 10-րդական է, թե որ եկեղեցում այդ պատարագը պետք է լսեն։ Ինքը գնում է ոչ թե պատարագին մասնակցելու, պատարագը լսելու, իր համար դժվար է ասել, Աստծո հետ հաղորդակցվելու համար, այլ գնում է որպեսզի իր նենք ծրագրերը իրականացնի։ Եվ նույնիսկ ինքը իր շուրթերով ասեց, իր թիմակիցներ չմերժեց այդ հարցը, որ այո, նախապես ինքը իմանում է, թե այդ պատարագը անցկացնողը պետք է զեղչի վեհապար Հայրապետի անունը ու նոր միայն գնում է։ Ծիծաղելի է։ Եվ այդ մարդը խոսում է հավատքի Աստծո հետ կապի մասին։ Առավել քան համոզված եմ, որ այս ամեն ինչը խորանալով բերելու է նրան, ինչին որ բերում է բոլոր բռնապետների ճակատագիրը։ Ժողովուրդը դուրս է վռնդելու իրան, վռնդելու է ու հետո գալու է նորմալ մի իրավիճակ, երբ որ օրենքի տառին ու ոգուն համաձայն
ինքը կանգնի դատի առաջ։ Ու այն բոլոր մեղքերը, որ ինքը գործել է 7 տարիների ընթացքում, բոլոր մեղքերը իրեն կտանեն այն ուղով, որ տանել են բոլոր դավաճաններին։ Դա է, բոլոր դավաճանների վերջը դա է։ Կա հանրային խնդրանք հորդոր վեհապար հայրապետին, որպեսզի առաջիկա եպիսկոպոսած դասին կարգալույց արվեն այդ 8 թե 10 եպիսկոպոսներն են, ովքեր են համիսն չգիտեք։ Այս մասով ձեր կոչը արդյոք դուք եք կիսում այս տեսակետը։ Գիտեք, ես առիթ ունեցել եմ ասելու եւ հիմա էլ նույնը պետք է ասեմ, ես մեր հայաստանյաց Սուրբ եկեղեցու շարքային անդամ եմ եւ իմ խոսքը երևի թե այն արժեքը չի կարող ունենալ, որ արժեքը ունի մեր սրբազանների խոսքը, որոնք այսօր գտնվում են այս բռնապետի կողմից հրանգվող իրապահ մարմինների կողմից սարքած սուտ շինծու գործի արդյունքում կալանքի տակ։ Մեր սրբազանները իսկապես կոչով հանդես եկան եւ ասացին, որ պետք է բավականին կոշտ եւ խիստ պատժի արժանանան այն հոգեորականները, որոնք ըստ էության դավաճանել են մեր հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն, 1700-ամյա եկեղեցուն, եւ ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը պետք է միանա մեր սրբազանների կոչին եւ որպես հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու շարքային հետևորդ, ես եւս կրկնում եմ այն, ինչ որ ասել են կալանավորված մեր սրբազանները։ Այո, կարծում եմ, որ այդ վճիռը պետք է լինի շատ կոշտ եւ արժանի այն դավաճանական քայլերին, որոնք արել են այդ հոգեորականները։ Բայց տեսեք, խնդիրը այստեղ չի կարող քննարկվել այն ենթատեքստում, որ նրանք հոգու խորքում համաձայն չէին, այդ կոմպրոմատներ աշխատեցին իրենց վրա եւ այդ կոմպրոմատների ուժի տակ իրանք գնացին այդ քայլին։ Դավաճանությունը դավաճանություն է։ Դավաճանությունը դավաճանություն է։ Մնացած ամեն ինչը ածանցյալ է։ Դավաճանությունը եղել է, դավաճանությունը պետք է պատժվի։ Ընդ որում դավաճանության պատիժը, գիտեք, երկու ուղղություն ունի։ Եթե առաջի ուղղությամբ ինքը ուղղված է դավաճանություն իրականացնողին, ապա ավելի շատ խորքային մի ուղղություն կա, որը ուղղված է ապագային, ապագա սերունդներին, որպեսզի ապագայում եւս բոլոր այն մարդիկ, ովքեր կկանգնեն այդպիսի ջրբաժանի առաջ, իմանան, թե դա ինչով է վերջանում։ Դրա համար էլ, եթե կա ոճիր, ապա պետք է անպայման լինի նաեւ պատիժ։ Այլ կերպ հասարակությունը, պետությունը զարգացման հեռանկար չեն կարող ունենան։ Սա է։ Շատերն ասում են, այսպիսի քայլեր արեց նրա համար, որ ինքը շատ վաղուց էր պլանավորել, շատ վաղուց է հեղափոխությունների շաբոն հեղափոխության սկզբանե։ Այդ հեղափոխություն բառը մի քիչ տեղին է, որ իշխանազավթում։ Իշխանազավթում։ Դա սկզբանե ասում էին նոր Հայաստան, նոր Հայրապետ, հիշում եք, չէ՞։ Շատ օրեր կա։ Ինքը սեպտեմբերին հայտարարեց կգնամ եկեղեցու հրաժարվեց, հոկտեմբերին հայտարարեց կգնամ հրաժարվեց եւ էլի որ եկեղեցությունները կավարտեն մենք կգնանք, բայց տեսակ որ ինքը վախեցավ, չգնաց։ Այնուամենայնիվ կյանքը ցույց է տալիս, որ իսկապես ամենակայացած ինստիտուտն է հայրաքելական եկեղեցին եւ դժվար է։ Մենք որոշեց ներսից քանդել եւ ասել որ այն ուրիշ դուրս է հանել, որ 27 եպիսկոպոսներ ստորագրեցին, ավելին 3-ն են միացել են, ելի այդպիսի հայտարարություններ են եղել, այսինքն իր պլանից դուրս է այս ամեն ինչը գալիս եւ դրա համար այսօր հրանգարած որ դիվանապետը այսինքն 4-րդ սրբազանին կալանավորել։ Տեսեք, խնդիրը շատ պարզ է։ Իսկապես մեր եկեղեցին 1700-ամյա եկեղեցին ունի շատ մեծ ավանդույթ, շատ մեծ ավանդ, շատ մեծ ծառայություն։ Եվ այդ ընթացքում, այդ 1700 տարիների ընթացքում բազմաթիվ ասպատակություններ են եղել եկեղեցու նկատմամբ։ Դարերի ընթացքում ինքը իր մեջ ձևավորել է այդ ասպատակություններին դիմադրելու կերպ եւ այդ կերպը ինքը ցույց տվեց հանդարտ
հետևական ու վճռական, որ իսկապես հունից հանում է այս ազգակործան պատուհասին եւ ինքը հասկանում է, որ իր իրական տերերը, ընդ որում իր իրական տերերը ոչ միայն քաղաքական տերեր են, որոնք գտնվում են Ադրբեջանում ու Թուրքիայում, նաեւ հոգեվոր տերեր են։ Չմոռանանք այս պորտկումը ինչից հետո եղավ, երբ որ Ալլար Շուքյուր Փաշազադ են, կարծեմ անունը ճիշտ եմ ասում, վրթովեց Վեհափար Հայրապետի խոսքից հետո Ժնևում, երբ նա ասեց, որ մեր քրիստոնեական ժառանգությունը վտանգված է, մեր հազարամյա եկեղեցիները գտնվում են բարբարոսական հարձակումների տակ, եւ նա այդ իր վրթովմունքը արտահայտեց ու սա էլ որպես այդ հրահանգը կատարող սասկացրեց իր հարձակումը եկեղեցու վրա։ Եվ այդ առումով ես կարծում եմ, որ այն գործելավոճը, որը արդարացրել է իրան դարերի ընթացքում, այս անգամ եւս կարդարացնի ու ինքը կկոտրվի այդ ճակատամարտում, ինքը խայտարակ պարտություն է կրելու։ Եվ ես առավել քան համոզված եմ, որ այն կոչը, որ պետք է անի դեկտեմբերի 10-ին, 12-ին Էջմիածնում գումարվող եպիսկոպոսած ժողովը կբավարարի բոլոր այն ակնկալիքները, որը ունի մեր հայ հավատավոր ժողովուրդը։ Ես առավել քան համոզված եմ, որ դրանից հետո ինքը հեռու կմնա այլևս իր սանձարձակ քայլերից եկեղեցու նկատմամբ։ Ես չգիտեմ այդ իր մաղձը ինքը ում վրա կթափի, բայց որ կհասկանա, որ եկեղեցու նկատմամբ իր արշավը որևէ հաջողության հեռանկար չունի, ես կարծում դա պարզ կլինի շատ մոտ ապագայում, առավել քան համոզված եմ։ Շատերը ասում են այս մեծ աղմուկայից երեք այսօր բարձրացեց տնավոր, որովհետև հերթական իր խայտարակությունը հրապարակ եկավ, երբ որ իր արևին, իր մամուլում հրապարակեց այդ փաստաթուղթը, ինչ էր իրենից ներկայացնում եւ մի փաստաթուղթ, որը հերթական անգամ արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանն է հանձնել Արցախը։ Տեսեք, Անջելա, ես իհարկե կպատասխանեմ այդ հարցին, բայց երբ որ դուք հարցը տվեցիք, իմ մտքով անցավ, թե ինչ անհետ բանի մեջ են մեղադրում շատ հարգված ու սիրված Արշակ Սրբազանին։ Ուզում եմ ասեմ ինչ մտքովս անցավ։ Կհիշեք իհարկե, դուք որ հատկապես կհիշեք, թե ինչպես ինքը կոռուպցիայի մեջ մեղադրում էր Սահմանադրական դատարանի ղեկավարին, որ իրեն գրիչ էր նվիրել։ Պետք է հիշեք այդ պատմությունը։ Ասում էր, հա, ես Սյունիքից կգամ եւ ցույց կտամ այդ կոռուպցիայի մակարդակը, ու ինչպես ինքը խայտարակ եղավ։ Չեղած տեղը մարդուն մեղադրանք ներկայացնելով։ Ես կարծում եմ այդ նույն մեղադրանքի նման մեղադրանք է առաջադրված Արշակ Սրբազանին, որևէ հիմք չունեցող եւ այդ բեմականացումը, այդ որը կոչվում է, ասենք թե քրեական գործ, շուտով կպատրվի եւ իր խայտարակությունը կրկնակի կլինի։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, իսկապես երկրորդ կարևորագույն խնդիրը, որ այս վերջի օրերին քննարկվում է, դա Արցախի խնդրի բանակցային փաթեթի հրապարակումն է եւ այդ փաթեթի քննարկման արդյունքում այն իրական դերակատարության բացահայտումը, որը ունեցել է այս ազգակործան պատուհասը Ղարաբաղյան խնդրում։ Տեսեք, այս փաթեթը ունի բավականին երկար ժամանակագրություն, ճիշտ է, այնտեղ հատվածներ կան, որը ներկայացված չի, բայց սկսում է 94 թվականից եւ հասնում մինչեւ 2019 թվականը։ Եվ այս ամբողջ ընթացքը այս Ղարաբաղյան խնդրի կարգավորման իսկապես մի բավականին ուսանելի պատմություն է այն մասին, թե ինչպես անհուսալի թվացող մի իրավիճակից
հետևողական, տքնաջան ու մասնագիտական բարձր որակու աշխատանքով մեր պետությունը, որը պետականության փորձ ընդհանրապես չի ունեցել, որը լուրջ աջակից չի ունեցել, ճիշտ այնպես ինչպես Թուրքիան աջակցում էր Ադրբեջանին իր բոլոր քայլերում, նաև պետականաշինության քայլերում, նաև դիվանագիտության, մենք այդպիսի բաներ չենք ունեցել, բայց այդուհանդերձ հետևականորեն կարողացել ենք խնդիրը մի կետից, որը ընդհանրապես ազգերի ինքնորոշման մասին խոսք անգամ չուներ 90-ական թվականների սկզբին, հասնել 2019 թվականին մի կետի, որտեղ այդ գաղափարը այլևս ընդունելի էր ոչ միայն մեր համար, ոչ միայն միջազգային հանրության համար, այլև Ադրբեջանի համար։ Դուք պատկերացնեք, սա ինչ տիտանական աշխատանք է կատարվել։ Աշխատանք, որը ցույց տվեք որևէ մեկ հետխորհրդային երկիր, որը այդպիսի մեծ հաջողությունների է հասել, այդպիսի անհուսալի իրավիճակից ճշմարտության հետևից գնալով հասնելով այդ մակարդակին։ Այդ դա մենք արել ենք մեր 30 տարիների անկախ պետականության ժամանակ եւ հիմա ինչ է պարզվում։ Պարզվում է, որ այն ժամանակ, երբ որ խնդիրը արդեն լուծված էր գործնականում, թուրք-ադրբեջանական ուժերը կարողացան իրենց դրածոյին բերել այստեղ իշխանության, իսկ դրա մասին ասում են եւ ադրբեջանցիները եւ թուրքերը, եւ նրանց միջոցով այստեղ վիժեցնել այդ գործընթացը, փչացնել հարաբերությունները այս ազգակործան պատոհասի միջոցով ոչ միայն մեր միջազգային գործընկերների հետ, Մինսկի խմբի եռանախագահողների հետ, առաջ քաշելով այնպիսի անհեթեթ պահանջներ, որը նույնիսկ այդ մարդկանց մոտ զզվան կարող էր առաջացնել։ Թող Մինսկի խմբի համանախագահողները գան ինձ բացատրեն, թե ինչ է նշանակում ազգերի ինքնորոշում։ Մադրիդյան սկզբունքների փոխարեն Մյունխենյան սկզբունքներ։ Ես բանակցությունները սկսելու եմ իմ սկզբնական զորական կետից։ Ալիևը ինձ պետք է բացատրի բանակցային գործընթացների մանրամասները։ Այս ամեն ինչը զառանցանքի է նման այն մարդիկ, ովքեր այստեղ տարիներ, տասնամյակներ շարունակ շփվել են Հայաստանը ու Ղարաբաղը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնատարների անձանց հետ, արտաքին գործերի նախարարներ, նախագահներ, իրանք երբ որ այս զառանցակը լսում էին, ասում են, այ մարդ, մեզ հիմա այդտեղ չեք դրել, այս հեռու տարեք մեզանից այս մարդուն։ Եվ ինքը կարողացավ հետևողական քայլերով քանդել այն վերաբերմունքը, որը ձևավորվել էր, պոզիտիվ վերաբերմունքը, որի արտահայտությունն էր 19 թվականին իր սեղանի վրա դրված այդ փաթեթը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման։ Քանդեց մեր պաշտպանական ողջ կառույցները, փոխեց մեր զենքի համալրման ծրագիրը, անօդաչու թռչող սարքերի փոխարեն բերեց օդանավեր, որոնք այդպես էլ ռազմական որևէ խնդիր չիրագործեցին, բանակում ստեղծեց ելակային տրամադրություն ու պայմաններ ստեղծեց, որպեսզի Ադրբեջանը կարողանա իրականացնել իր ագրեսիան։ Ագրեսիան, որի նպատակը ինքը միշտ ունեցել էր, ուղղակի միշտ այդ փորձերը հանդիպում էին հայկական ուժերի համարժեք պատասխաններին եւ արդյունքում եղավ այն, ինչ որ եղավ։ Արցախը այլևս հայաթափված է, գնում է Արցախի ադրբեջանականացում եւ եթե մենք չընդվզենք, ապա այս ազգակործան պատուհասը կիրականացնի իր ծրագրի երկրորդ փուլը, ծրագիր, որի համար ինքը բերվել է Հայաստան եւ այժմ արդեն Հայաստանը կդարձնի Թուրքիայի գավառ, վիլայետ։ Միգուցե անունը դնեն նաեւ Էրմանիստան։ Սա է իրավիճակը, սակայն առավել քան համոզված եմ, որ այս փաթեթի հրապարակումից հետո ժողովուրդը շատ հստակ պատկերացրեց, թե ինչ անուն ունի այս ողբերգությունը, որը պատել է մեզ
ողջ հայ ժողովրդին, Արցախյան հատվածին, Հայաստանյան հատվածին, համաշխարհային հայությանը, ունի մեկ անուն, այդ ողբերգության անունը Նիկոլ Փաշինյանն է։ Եվ այդ անունը պետք է փոկել մեզանից, դեն շպրտել ու կամանց վերականգնել այն ամենը, ինչը մենք 30 տարվա ընթացքում ստեղծել էինք։ Միգուցե սխալներով, միգուցե կորուստներով, բայց այնուհանդերձ մեր հաջողությունները շատ ավելի բարձր էին, քան այն պետությունների հաջողությունները, ովքեր իրենց ստարտը տվել էին մեր հետ միասին, հետխորհրդային երկրների, որոնք սկսեցին իրենց պետականության կառուցումը 90-ականների սկզբին։ Եվ ես համոզված եմ, մենք ունենք լավ հնարավորություն, ճանաչելով մեր իրական թշնամուն, որը այսօր ղեկավարում է մեր կառավարությունը, հեռացնելու նրան այդ աթոռից, նստացնելու մեղադրյալի աթոռին եւ նրան տալ իր արածների համար օրենքով սահմանված պատիժ։ Սա է այս մղձավանջից դուրս գալու միակ իրական ճանապարհը, սա է։ Մյուս ճանապարհը հենց այն է, ինչ որ ինքը արդեն ցույց է տվել Արցախում, հայաթափում, արտագաղթ։ Եթե մենք սա չանենք, ինքը կանի Հայաստանի հետ այն, ինչ որ արդեն արել է Ղարաբաղի հետ։ Հայաթափում Հայաստանի եւ արտագաղթ։ Կհաջողվի մեզ համախմբվել, մանավանդ մենք տեսնում ենք նաև, որ մեր վերջին հենասյունը հայ առաքելական եկեղեցին է, որի դեմ արշավում են իրենք եւ իրապես երբ խոսում է զանգեր հնչեցնելու մասին, զանգերն այլևս հնչել են մայրաթորի, մենք ականատեսը տեսանք, մանավանդ հենց այն օր երբ Միքայել Սրբազանին էին կալանքի տանում, ամոթալի ժամանակներ են կապում, մեր 4 սրբազաններն այլևս կալանավորված են։ Խնդրեմ։ Ես կարծում եմ այո, եւ դրա նախադրյալները կան։ Դա առաջի հերթին այն զարթոնքն է, որը ապրում է մեր ժողովուրդը, այն թմբրից դուրս գալու իրավիճակն է, որը այսօր ակնհայտ է մեր ժողովրդի բազմաթիվ հատվածների մոտ, նաև այն մարդկանց մոտ, ովքեր մոլորության մեջ գտնվելով ոչ միայն 18 թվականին, այլ նույնիսկ 21 թվականին խայտառակ 44-օրյա պատերազմից հետո քվեարկել են այս ազգակործան պատոհասի օգտին։ Այո, նախադրյալներ կան եւ մի բան է մեզ պահանջում, որպեսզի չհուսահատվենք, համախմբվենք, մի կողմ դնենք հատվածական շահերը եւ տոգորվենք մեկ հիմնական խնդրի իրականացման գաղափարով։ Կամ մենք պետք է մեր պետությունը վերադարձնենք զարգացման ուղի, կամ այսօրվա իշխանավորները մեզ կտանեն դեպի կործանում։ Ընտրությունը ժողովրդինն է, ինչպես կորոշի ժողովուրդը, այդպես էլ կլինի։ Սակայն ակնհայտ է, որ ժողովուրդը այլևս իր պահվածքով բոլորովին այն չի, ինչ որ կար 18-ին, նույնիսկ 21-ին։ Ինքը այլևս սթափվել է։ Ես կարծում եմ, մեր հաղթանակը այլևս այլընտրանք չունի։ Եվ վերջին հարց, պարոն Մինասյան, Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում եւ հետո նաեւ կառավարությունում կարծես ծաղրի մանավանդ թոշակառուներին, ասում է 10,000 դրամ որ բարձրացնենք թոշակները, այս մարդիկ այսօր մեր կողմից խառնում են իրար, չեն իմանա ինչ անեն այդ 10,000 դրամով։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Գիտեք, մի ասացվածք կար, որը իմ լուսահոգի պապիկը շատ հաճախ էր օգտագործում, ինքը հավատացյալ մարդեր եւ Աստծուն դիմելով ասում էր, որ երբեք հիմարին ղեկավար մի դարձրու։ Նման բան ասել է նաև կարծես Նիկոլ Փաշինյանի հայրը, հիշում եք այդ հեղափոխության օրերին։ Ուրեմն ինքն էլ է իմաստուն եղել, իր զավակին լավ է ճանաչել։ Եվ երբ դա տեղի ունեցավ,
այս ողբերգությունները անխուսափելի են։ Ինքը չի հասկանում, թե ինչ են շնակում շարքային հայ քաղաքացու համար 10,000 դրամը։ Եթե ինքը դա չի հասկանում, իր հետ խոսելը անիմաստ է։ Իր հետ խոսելը անիմաստ է։ Ինքը կտրված է իրականությունից։ Ինքը կտրված է շարքային հայ մարդու առօրյայից, նրա հոգսերից։ Ապրում է իր համար ստեղծված, ուրիշների կողմից իր համար ստեղծված աշխարհում։ Եվ այդ իրավիճակում փրկությունը մեկն է։ Այդ մարդուն պետք է հեռացնել, իշխանությունից հեռացնել։ Իդեպ դա կարող է պատահել նույնիսկ իր համար է օգտակար, որովհետև այս կյանքում դատավճիռները շատ հստակ են, նկարագրված են, բայց մյուս կյանքում կարծում եմ ինքը իր ապագա չարագործությունները չանելով ավելի փոքր պատժի կարժանանա։ Դրա համար ես կարծում եմ, որ իր համար էլ է օգտակար, որ որքան հնարավոր է շուտ իրեն հեռացնեն իշխանությունից, որպեսզի ինքը մյուս կյանքում ավելի քիչ տառապի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։